Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Այսօր հերթական մեր բնագից հաղորդումն է։ Հետաքրքիր է լինել։ Հավատացեք։ Այսօրվա հիմնական մեր թեման, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, իհարկե դա եկեղեցու հարցն է։ Հիշում եք, որ ես միշտ համեմատել եմ այսօրվա իշխանությանը եւ մանավանդ մեր իշխանության ղեկավարին, որ ինքը շատ նմանա Լենին Պապիին եւ ոչ մի ձևի ինքը ոչ մի գաղափար, նոր գաղափարներ չի բերում Հայաստան։ Նորից հիշենք մուրճի մասին, իր ձերքում լավ կլինի ասենք չագուչի մասին, դրոշը խփած բրեն, ում համար է այդ չագուչը։ Մենք տեսնում ենք բանտարկյալները, քաղաքական գործիչներ են, հիմա թազաձևա սկսե լրացնելու թազա թիրախելակ, թե բացի եկեղեցուց, դա մեր մամուլն է, ինչ են անում, այն մամուլը, որը համարվում է օպոզիցիոներ, ասենք երբ որ տենում են մեկ այնտեղ ռեկլամա տալի, մի բիզնեսմեն, որի հաշվին օպոզիցիոն մամուլը ապրում է, կանչում են այդ բիզնեսմենին, բախեցնում են, ինքը գալիս է, ասում է, տղեկ ջան, մենք ձեր ընկերն ենք, բայց ոչ մի ձևի չեն կարա էլ ռեկլամանենք, որտեղ մեր բիզնեսին վտանգ է սպառնում։ Այդ մարդը նեղ միջավայրում իր շրջապատում ասելա, որ այս երկրի տերը ես եմ։ Հետաքրքիր է, որ իմ մասին ասելա, որ եկել է Մոսկվա, ու իրան խոսք են տվել Մոսկվայում, որ ես լինելու եմ իր ձեռքում, կամ միջև նոր տարի, կամ նոր տարուց հետո։ Դու ոչ թե այդ սուտը ասում ես միայն ու միայն, որ քո աթոռը ամրապնդես, այդ սուտը ասում ես, որովհետև դու շատ փիս ինձանից վախում ես։ Պարզ ասեմ ձեզ։ Տեսեք ինչ տակտիկա է ընտրել մեր երկրի վերնախավը։ Ինչ որ ճիշտ է, ինքը չի քննարկում։ Ասենք, ասում են, որ խուզարկում են մեր տղաներին, երբ որ սև լիճ են եթում եւ անցնում են ադրբեջանական դիրքով, որ հասնեն հայկական դիրք։ Ու հետաքրքիրը նա է, որ այն կողմ թողում են նույն քանակի մարդիկ, ինչ որ թողում են հակառակ վերադարձ։ Ինչի համար։ Պարզ չէ, որ հարկ եղած դեպքում ինքը այդ մարդկանց ադրբեջանցիներ չեն թողելու հետ կան։ Հերքում չկա, նույն պաշտպանության նախարարության կողմից, որը շատ նենց կատաղիլի հերքեց փոխգնդապետ Նայիրա Գևորգյանի, այսպես ասածը, որ ադրբեջանցիները չգիտեմ ինչ են արել, եկել են, չեն եկել։ Ու ասեմ ձեզ, որ երբևիցե օթից խոսակցություն չի լինում, ոչ իմ կողմից, ոչ էլ իմ ենթակաների կողմից։ Մենք ունենք ստույգ տեղեկություններ եւ այդ մասով կարծում եմ, որ Նայիրա Գևորգյանի մոտ կա այդ տեղեկությունները։ Եվ դրա համար էլ խոսացել է, բայց տեսեք ինչ կատաղած սկսին հերքել։ Եթե համարվենք, որ այդ տեղեկությունը օրինակ ինչ-ինչ պատճառներով չի հաստատվում, ապա ինչ չեք հերքում խուզարկության մասին։ Ինչի չեք հերքում, որ դուք չունեք ոչ մի ձևի հանգստություն, ասենք սահմանի վրա, հայտարարում եք, որ սահմաններում ամեն ինչ հանգիստ է։ Ինչի չեք հերքում, մարդիկ բազմիցս դա ասում են։ Կամ ինչի չեք խոսում այն միջազգային են ատյաններում են փաստաբանի Սամվել Կարապետյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցերի շուրջ։ Ինչ չեք խոսում։ Ինչ եք ընկել եկեղեցու հետևից։ Վերադառնում եմ, հիշեցնեմ Լենին Պապիին։ Հիմա սկսել է այն բանի տեղը ցիլինդր հագնել, ֆրֆռալ։ Միևնույն է, ինչ այդ մարդիկ հագնեն, միևնույն է իրենք փողոցից եկած թափտպուկներն են։ Ոչ մի շանս, ոչ մի տեղ աշխարհում ինքը չունի հարց լուծի իօքուտ Հայաստանի Հանրապետությանը։ Ինչի համար եմ այդպես ասում։ Տեսեք, ինչի սկսեց 44 օրվա պատերազմը, հիմնական պատճառը։ Ինչի չէր սկսվում այդ պատերազմը, ասենք, մինչև 20 թիվը, ու ինչի 16-ին 2 օրում պատերազմը մի քանի օրում կարողացան կանգնեցնել։ Բացատրեմ։
Մինչև 20 թվականը եւ մինչև 16-ը, որ ես հաստատ եմ ասում, որտեղ ինքս այդ թեմաների մեջ էի, մենք ադրբեջանական կողմին հասկացում ենք, որ եթե սկսվի պատերազմ, մենք հարվածելու ենք նավթամուղին։ Պարզ ասում եմ դες։ Եվ ադրբեջանցիները հասկանալով, որ իրենք չեն կարողանալու տակից դուրս գան, քանի որ հասցված վնասը լինելու է շատ ավելի մեծ, քան ասենք իրենց ենթադրող հաղթանակը, եւ դա նրանց դա զսպում էր։ Ինչի Վրաստանը մեր զենք զինամթերքը թողում էր դեպի Հայաստան գար։ Այն ժամանակ էլ ամերիկացիները պահանջում էին, որ իրենք Վրաստանը փակեին։ Մենք վրացիներին հասկացնում էինք, որ եթե դու զենքը չթողես գա Ռուսաստանից Հայաստան, ապա Ադրբեջանը մեզանից կուժեղանա շատ ավելի շատ, կսկսի պատերազմ, մենք կխփենք նավթամուղին, դուք կզրկվեք այդ գումարներից, որը ձեր բյուջեն բավականին մեծ տեղ է սպառացնում։ Դրա համար վրացիներն էլ ճամփեն չէին փակում, դրա համար պատերազմ չէր սկսում։ Ինչ եղավ, երբ որ եկավ Նիկոլ Փաշինյան։ Այ իմիջիալոց ասեմ, ամբողջ միջազգային հանրությունը, եվրոպացիները, ամերիկացիները, որոնք այդտեղ մեծ գումարներ էին դրել նավթամուղի մեջ, ամեն ինչ անում էին, որ պատերազմ չսկսի։ Այդ թվում Ռուսաստանը։ Ինչ եղավ հետո։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեցին, որ եթե լինի պատերազմ, մենք նավթամուղին չենք խփելու, հետ դեպքում ամբողջ աշխարհը Ադրբեջանին այսպես կոչված դաբրո տվեց, որ հարձակվի Հայաստանի վրա։ Ու այսօր էլ ամեն ինչ արվում է, որ իշխանությանը մնա Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատճառով։ Ինձ հանելուց պատճառներից մեկը նա էր, որ իմ մոտ Ամերիկայի դեսպանը երբ որ եկավ, Նախճիվանում երբ որ կռիվ էր սկսել, իմիջիալոց ասեմ, տեսեք ինչ ա գրել ինձ մեր երկրի ղեկավարը։ Ինչի համար ենք մենք կռվում Նախիջևանի ուղղությամբ։ Չէ որ այնտեղ այդ հողը, որտեղ մենք կանգնած ենք, մերը չէ, ինչի հետ չեք գալի։ Ես էլ իրեն պատասխանում եմ, եթե ես միտեղ պիտի որոշենք, որ Նախճիվանի ուղղությամբ միտեղ պետք է հետ գանք, իրանք էլ Բիչենեկի տարածքում, Բիչենեկի ուղղությամբ են մեր տարածքում։ Առաջարկում եմ այնտեղից իրանք դուրս գան, մենք էլ այստեղից դուրս գանք։ Իմիջիալոց ասեմ, Նախճիվանի ուղղությամբ մի քանի շաբաթ բավականին թեժ մարտեր գնացին, բայց ոչ մի սանտիմետր մենք հետ չտվեցինք։ Եվ Ամերիկայի դեսպանը ինձ հարց տվեց, ասեց, բա որ այդ տարածքի ամբողջ սահմանում չեք վախում, ասեցի վախենում եմ, իհարկե վախենում եմ։ Բա ասեց ինչ եք անելու, ասի խփելու եմ նավթամուղին։ Հայաստանում ցավոք սրտի ստեղծվում է մի իրավիճակ, որ չգիտեմ, մեր ժողովուրդը ոնց է ապրում, ոնց է դրան դիմանալու, ոնց է դրա տակ հարմարվելու։ Կարծում եմ այն մարդիկ, որոնք սիրում են իրենց հայրենիքը, չեն կարող հարմարվել։